Մինչ Գևորգ Պապոյանը Հայաստանի էկոնոմիկայի համար մեկ պատասխանատուն Facebook-յան գրառումներ է կատարում, թե բա հայկական միրգը նվաճեց եվրոպական շուկան, Իսպանիա արտահանված 22 տոննա հայկական ծիրանը այնքան վատ վիճակով է հասնում տեղ, որ վաճառքի ենթակա չի լինում։ Տրանզիտի ժամանակ արդեն ռիսկերը մի քիչ ավելանում են։ Ապրանքը ճանապարհին իր բնականում հունից սպասված ավելի արագ է հասունացել։ Այսինքն ինքը հասել է մի վիճակի, որ արդեն շատ փափուկ է եղել ու իրան ծախելը չէր լինի։ Ծիրանի արտահանումն իրականացրած Վաչե Իսպիրյանը Արմատ մեդիայի հետ զրույցում ասաց, որ Իսպանիայի հայերը նրան անգամ օգնություն են առաջարկել գնել ծիրանը նույնիսկ ապրանքային տեսքից ընկած վիճակում եւ նույնիսկ էժան գնով։ Մեծ փորձից հետո մեզ արդեն կապվեցինք Լեհաստանում Highway Group-ի հետ, ով լուրջ տարիների փորձ ունի Եվրոպայում։ Հիմա արդեն իրանց հետ ենք անելու այս ամբողջ գործընթացը, արդեն այդ լոգիստիկ քարտեզը ավելի բարձ կլինի, էլի։ Փաստը շտապել է հերքել էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, ընդգծելով, թե Հայաստանից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել։ Իսկ Իսպանիայում բնակվող հայերն այս ընթացքում մտածում են. Ափսոս է Հայաստանի արևը, համն ու հոտը ունեցած միրգը գուցե մուրաբա սարքեն։ Հայկական ծիրանը Իսպանիայում պետք է վաճառվեր 4.50 եվրոյով, նվազագույնը 8 կիլոգրամ էր կշռում մեկ արկղը։ Այսինքն մեկ արկղ գնելու դեպքում պետք է վճարվեր 36 եվրո։ Այս գնի մեջ ներառված չէր առաքման գումարը։